առաջ պայքար եղել է, դեռ ոչ այս ձևով։ Ես ինքս մասնակցել եմ տարիներ առաջ։ Եկան մարդիկ, ովքեր ճակերտավոր կանշարված էին, վստահ ասում եմ։ Եվ ասում են մենք ունենալու ենք աշխատատեղ, մեր հողերը վարձով ենք տալու, ստեղծվեց այն տպավորությունը, ինչ որ Արմանիսում փորձեցին ստեղծել։ Կարճաժամկետ մի քանի հոգու շահի համար շահագործեցին հանք, որը տվեց իր բացասական արդյունքները, մինչ օրս ակնհայտ է ուր է համայնքի զարգացումը։ 10 տարի Սագամարը շահագործել է, չկա։ Եվ եթե այն ժամանակ չի եղել պայքար, դա չի նշանակում, որ հիմա չի լինելու եւ այս process-ը չի կասեցվել ու դուք ունեք Ուրասարը հրաշալի բնություն, աշխարհում ամենահայտնի բրենդի ջրաշուշանների լիճը, բրենդինգ արեք, օգտագործեք Դայշա համայնքի ոչ թե կարճաժամկետ 3 տարվա կեղծ աշխատատեղերով, այո, բնությունով են պահում։ Նույն հանքն է բնությունով։ Հանքում աշխատել են, Հենց հիմա բնությունն է։ 3 տարի ձեզ աշխատատեղ են տալու, ու հետո հրաշքի պետուղներն են խաղում։ Ահա, այսքանի տարի ստեղ եմ աշխատում, չունեմ, հանքն եմ աշխատել, հիմա էլ հանքը չկա։ Հանքը, ուրիշ գյուղի հանք չկա, ոնց են ապրում։ Ոնց են ապրում, Գյուղատնտեսության տուրիզմը խթանեք, Ուրասարի կողքը դրեք լիքը ջրբաներ, տուրիստական ինչ-որ սրճարաններ, արեք, մտածեք, արեք, դրամաշնորհներին դիմեք, օգնենք, դրամաշնորհներին դիմեք, դիմեք համայնքի զարգացման ծրագրով, թող պետությունը սուբսիդավորի, գրեք զարգացման ծրագիր համայնքի ղեկավարին, այդ առաջարկեք, գրեք այդ ծրագրերը, թող պետությունը սուբսիդավորի, թե գրեք դիմեք, ինչու չի Իդեպ համայնքի զարգացման ծրագրում Համայնքի ղեկավար Հարգարժան դիմել եք սուբսիդավորման ծրագրով տուրիզմը խթանելու համար։ կա որ վտանգ է ներկայացում համայնքի